իհարկե Նոայի համար դա շատ երկար դադար է ճիշտ հեռացնելու։ Եվ մրցակիցը Բկման, որն ապացուցել է նորեկներից մեկնարկային կազմում է Դավիթ Հարությունյանը, որը Ուրարտուից է տեղափոխվել Բկմա, Ուրարտուի գլխավոր թիմում պաշտպան եւ թիմի ավագ Հովանես Համբարձումյան։ Բկմայի համար մի փոքր բարդ է այն առումով, որ առաջին խաղն է 2026-ին սկսված է հանդիպումը եւ նորաններ Ձախից համար 33 Դավիթ Սուալեհե։ Հիմա հենց նա է առաջ շարժվում, Սուալեհե փոխանցում եւ քիչ էր մնում եզրափակես այս մրցաշրջանի առաջին խաղը, երբ նա է թիմի դարպասը պաշտպանում, ահա Կոնեգլյանը տանգավոր է հիմա եւ քիչ էր մնում կորցներ գնդակը Դավիթ Հարությունյան հրկվում է հիմա Ուլադոմարի շատ լավ խաղաց այստեղ Սարգսյանը, Գրենիկ Պետրոսյան եւ խախտել էին կանոնները, մրցավարը թույլ տվեց գրոհը շարունակել, սա էլ կոպիտ խաղ էր Յանետեկին բախվեց Համլետ Սարգսյանի հետ եւ տեսնենք մրցավարն ինչ է որոշելու։ Միթե նորից այս թիմերի միջև խաղում կարմիր քարտ է լինելու։ Հեռացվեց։ Բայց Արարատ Արմենյան այդ խաղում չպարտվեց։ 2-2 Սուալեհե եզրից փոխանցում եւ կատարում փոխանցում Հելդեր Եվ Սուալեն մտավ պայքարի մեջ նորից անկյունային է լինելու Նարեկ Հովանիսյան հակագրում է Բկման, աչից միանում է Հարությունյանը Դավիթ Հարությունյան ոչ, չկարողացավ Պատ է խաղարկում Կոստակեի հետ, Բոակե հետ փոխանցում Հելդեր Կոստակե, Հելդեր և Ասկարյան Առաքելյանին Սա տրամաբանական է, Բոակի է, փոխանցում Կոստակե և հարվածա Փոխանցում դեպի Հելդերը ընդգծված հարցակվող չկա, բայց կան բազմաթիվ ենթահարցակվողներ, որոնք նաև օդային պայքարում կարող են լավ խաղալ, նույն Հելդերը Բոակի է, Հելդեր հենց նա է Քանի որ մրցակիցը շատ է նահանջել և գոլային պահ չի ստեղծել, այո վտանգավոր գրոհներ եղել են, բայց ոչ ավելին, իսկ հիմա ինչ է որոշում մրցավարը, կարմիր քարտ Սուալեհեին, այսա շատ հետաքրքիր սցենար է, չէր ստեղծում և ահա Սուալեհեի վրիպումը և օգտվեց Հարությունյանը, իրադարձություն, որն արդեն Բկմայի օգտին էր և խաղը ավելի դիտարժան կդարձնի, 10-10-ի դեմ Հովանիսյան իրացնում է Տուգանայինը, Հարությունյան հարված, փակում են գնդակի ճանապարհը ևս մեկ հարված Ասկարյանից ու Զոլոտիչ, Հելդերը բացվեց, բայց Հարությունյան, շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում Հարությունյանը, լավ պայքարում է մրցակցի դեմ, Կոստակե և Դավ Յակոլիշ, փոխանցում ցածրից և անկյունային, Կոնեգլյան Փոխանցում առաջ, Հելդեր համարյա հասել էր գնդակին, Կոստակեն է հիմա պայքարում Մանուկյանի դեմ և Պետիկ Մանուկյան գերա Այս մրցաշրջանում առաջին գոլը Ֆաստեքս Պրեմիեր լիգայում Մուրադյանից գերազանցեց օդային պայքարում Մարկ Ավետիսյանին հերթական հնարամիտ խաղարկում է Նոայից և մոտ տարածությունից ուժեղ հարված էր չնայած գնդակին դիպավ Դավթյանը բայց թիմին փրկել չկարողացավ հասցնի Նոան այս գրոհն էլ եզրափակել Հելդեր, Կոստակե և խառնաշփոթ իրավիճակ մասնակցում պաշտպանությանը Նարեկ Հովանիսյան մարզիչները և հիմա Ալեքյանը խաղը որպես աչքի զապաշտպան Լիշն է Կրմզյան թույլ էր այս փոխանցումը Էտեկի և Ասիրյանն է բացվում
Ասիրյան, Մայքլ Ասիրյան, բարձր է հարվածում Ասիրյանը։ Ման հիմա մրցակցին խորքից պաշտպանվել, Օշիման էլ սայթաքեց, արված և Զոլոտիչ։ Այսօր Միշել Այվազյանը, Ասիրյան, Ասիրյան, շատ համարձակ խաղաց Ասիրյանը, բայց Մանուկյանը այս Բուակի է, փոխանցում և Դավիթ Դավթյան։ Յակոլիշ, Հելդեր, Յանետեկի, բարձր է ստացվում Յանետեկի հարվածը, Յանի կրնկով փոխանցումը, ապարձյուն, Օշիմա, Սանգարե, Նոայի հակագրովը, Սանգարե, Ասիրյան, Մայքլ Ասիրյան, Հելդեր, Սանգարեն արագացավ, կարճ ժամանակ է խաղադաշտում, բայց ինչ անցում էր հիմա Սանգարե 11 մետրանոց։ Թամենը 2 րոպե խաղադաշտում է Սանգարեն, բայց նա ուղղակի տարբերություն է ստեղծում հիմա թիմերի միջև։ Գոլային փոխանցմանը մոտ էր, ստացվեց ոչ իր մեղքով և այնպես է շրջանցում հիմա իր նախկին թիմակից Մովսեսյանին ու վերջինը ստիպված խախտում է կանոնները։ Այն որ Սանգարեի տեխնիկան անզուգական է, Հելդերն ընդեմ Դավիթ Դավթյանի, Հելդեր գոլ, 2-0, Հելդեր Ֆերեյրա, Նոան, հաղթանակ է գրանցում այս մրցավեճում, Հելդերը կրկին գրավում է ԲԿՄ-ի դարպասը, իսկ առաջցնում խփում է իր 6-րդ գոլը, Նոայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է այս պահին Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում։ Եվս մեկ անգամ Հելդերի հարվածը կենտրոնով դիպավ գնդակին Դավթյանը, ինչպես առաջին գոլի ժամանակ այստեղ էլ դիպավ, սակայն դա առավելագույններ ինչ արեց ԲԿՄ-ի դարպասապահը։ 2 գոլ Նոայից, 2-ն էլ խաղակեսերի վերջնամասերում, 2-ն էլ ստանդարտներից, 2 կարմիր քարտ